Շնորհակալություն պատվարժան դատարան։ Ես նույնպես ամբողջովին միանում եմ գործընկերոջս հայտնած դիրքորոշումներին։ Իհարկե ըստ էության կցանկանայի որոշ բաներ ավելացնել, բայց չեմ ավելացնի հետևյալ պատճառաբանությամբ։ Ըստ էության ներկայացրեց բացարկը, ինչպես տեսակ, ներկայացրեց բացարկի միջնորդությունը պարոն Խուդոյանը եւ բացառությամբ պարոն Խուդոյանի, ով որոշակիորեն փորձեց մոտենալ իրավական առումով բացարկի հիմքերին, մյուս պաշտպանները եւ մեղադրյալների խոսքը բացառապես կապ չուներ իրավաբանությամբ, ընդհանրապես որևէ աղերս չուներ։ Այդ ելույթը ինչպես ճիշտ նկատեց իմ գործընկերը, նրանց բոլորի, մասնավորապես մեղադրյալ Սարգսյանի, Գալստանյանի, Մախսուջյանի, պաշտպաններ Մելիքյանի, ափսոս որ գնաց պարոն Մելիքյանը, Վարդևանյանի, Դավթյանի եւ մյուսների թողներեն անձիկում չեմ ճանաչում կամ համում չեմ տալիս, ըստ էության իրենց ելույթները ուղղված էր այնքով, ոչ դատարանի, ոչ դատախազության ընդդեմ էր ուղղված պատվարժան դատարան։ Ու որևէ հստակ բան իրանք չասեցին, որից մենք կարող ենք ասել, այ դուք էս ինչ հանգամանքը նշեցիք, որպես բացարկի հիմք, դրա համար մենք ասում ենք, որ դրանք առկա չեն։ Ու ինձ մոտ անկեղծ ասած այնպեսի տպավորություն է ստեղծում պատվարժան դատարան, որ եթե յուրաքանչյուր դատական նիստից առաջ գալիս են Գալստանյանի գլխավորության պահոցք են անում, մենք էլ նոր գործառույթ պետք է որդեգրենք եւ յուրաքանչյուր նիստից առաջ պետք է ասենք հարգելի գործընկերներ, խնդրում ենք այսօրվա դատական նիստի ընթացքում մաքսիմալ կոռեկտություն ցուցաբերեք, որովհետեւ այս ոսկեստում այս դալիճում մեր որոշ գործընկերների մոտ դա դժգոհություն խնդիր է եւ չեն կարողանում այդ շեմը չհաղթահարել պատվարժան դատարան։ Մյուս առումով իրավական առումով ինչպես նշեցի գործընկերս հստակ ամեն ինչ նշեց, միանում ենք այդ դիրքորոշումներին, նշված դատողություններին եւ խնդրում ենք ներկայացված միջնորդությունը միաժամանակ բացել։ Չունեմ տարբերվող դիրքորոշում պատվարժան դատարան, միանում եմ գործընկերներս։ Պատվարժան դատարան, ես մի քիչ այլ հակադարձում կսպասեի, որքանով որ հասկանում եմ դատական օրենսգիր սահմանադրական օրենքով, քրեական դատավարության օրենսգրքով, ինչպես նաև դատախազության մասին օրենքով, կանխական չլինելը դա բացարկի հիմքերից մեկն է։ Ես օրինակ իմ խոսքը կառուցել եմ բացառապես դրա դիրույթում։ Եթե դա այլևս իրավական կատեգորիա չէ, քավլիցի դա էլ ֆիքսենք։ Ես լսեցի, որ պարոն Հովհաննիսյանը փաստորեն առարկություն ուներ եւ ինձ հորդորեց զերծ մնամ սրբազանի կարգավիճակը օգտագործելու համար, որովհետեւ մեղսագրվող արարքը հոգևոր գործունեության համար չէ։ Այդ հոգևոր գործունեության համար երբ կարող մեղադրանք առաջադրեք։ Այսինքն հոգևոր գործունեությունն էլ է քրեականացվել։ Այսինքն օրինակ սրբազանը իր առաքելությունը կատարելու համար Ես կներեք իհարկե, պարոն Հովհաննիսյան, սոփեստությունն է սա, այ դուք մենք հիմա հակադարձեք ասեք, որ դրա համար չի։ Եթե սրբազանը ունի այդ կարգավիճակը, որը Հայաստանի Հանրապետության հայ առաքելական եկեղեցու հետևորդների համար բարձրագույն կոչում է, վստահ եմ ձեր համար էլ է տենց։ Հիմա ինչը, էդի չնշենք, հիմա սրբազանա չէ, ու նստած է մեղադրյալի աթոռին։ Ըստ էության մի մեղադրանքի շրջանակներում, որից հղումներ մեղադրական եզրակացության մեջ տվել եք, որը թերի է, առնվազն ձեր գնահատմամբ է, մեր գնահատմամբ է կեղծ է։ Հիմա այդ պայմաններում չասենք սրբազանը 100 օրից ավել կալանավորված է։ Ինչ էի ասում իմ խոսքում, եթե դա սոփեստությունն է քավլիցի։ Ի վերջո սոփեստությամբ Սոկրատեսն էր զբաղվում, օքեյ, շատ լավ։ Դե ստացվում է Խուդոյանը, ես նոր սոփեստներն ենք։ Ինչևէ, թող դա լինի գնահատականը։ Ես ուրիշ բանն եմ ուզում հասկանամ։ Լավ, Հայաստանի Հանրապետության պատմության մեջ դատախազության, Հայաստանի Հանրապետության դատախազության, առաջին հանրապետությունից մինչև երրորդ հանրապետություն, վստահ եմ առնվազն դրա վերաբերյալ կոնսենսուս ունենք, մենք դեռ 4-րդ հանրապետություն չենք ներխուժել։ Հիմա քանի դեպք է եղել, որ մեղադրյալ է եղել սրբազան։ Ինչ կապ չունի ինչն է մեղադրանք, որտեղ առնվազն անմեղության կանխավարկածը ձեր համար էլ չի հաղթահարվել։ Վստահ եմ ձեր համար էլ չի հաղթահարվել, ինչքան էլ դուք ներքին համոզմունք ունենաք, որը ձեզ թույլատրելի է միայն հանրային մեղադրողներին, բայց չի հաղթահարվել, որտեղ չկա, չէ՞ օրինական ուժի մեջ մտած վճիռ։ Հիմա այդ պայմաններում բա դա ոնց չընդգծենք, ոնց այդ հուզականությունը չընդգծենք, բայց կա այդ հուզականությունը։
Գործընկերներ, եթե չկա այդ հուզականությունը, դա ուրիշ խնդիր է, դա ավելի վատ բան է, դա նշանակում է էլի կանխակալությունը ավելի ամրապնդված է։ Շնորհակալություն։ Չէ, կախված դատախազի ասածի հետ պետք է արձագանքությամբ կապչազել։ Իրական, բայց ինչի է իմ խոսքը սահմանափակում, մի հատ վերաբերելի, եթե վերաբերելի չի, չէի ասի դատախազը։ Այսինքն, ես մի անգամ ելույթ ուզեցա ունեցամ, այսքան փելով նստել լսում եմ, ինձ ընդհատում եք չեք թողում միտք ավարտում, պատվարժան դատա։ Ուղղելու կարիք չկա, եթե այդ մասով եք ցանկանում ելույթ ունալ։ Ես ելույթ ունեմ, փաստ եմ արձակում։ Մեկ վարքյան դատարան լավ հիշում եմ, ոչ թե առարկել է, այլ նշել է, որ գրավոր տեսքով պետք է ներկայացնի մատնանշելով համտեսական հոդվածը։ Պատվարժան դատան, ես շեշտում եմ այլ հանգամանք, երբ որ միջնորդությունը քննարկվել է, միջնորդությունը քննարկվելուց ընթացքում դատախազությունը մեղադրանքի կողմ անգամ մի բառ չի ասել, որ պետք է առանց քննության թողնել։ Դրանից հետո դուք որոշում եք կայացել մերժելու, նոր դրանից հետո է ասել, որ առանց քննության պետք է առհասարակ թողնվել։ Իսկ ստացվում է, որ պարոն Դավթյանի միջնորդությանը իմ գործընկերը առարկել է, ինչի նման բան չի եղել։ Այսքան ուղղ։ Հարգել դատախազների դիրքորոշման հետ կապված դատախազների ամբողջ դիրքորոշումը հիմնված է նրա վրա, որ պաշտպանական կողմը ստեղ հանդիսատեսի համար աշխատում, իրանք էլ եկել են ստեղ մաքուր իրավաբանություն են անում։ Եթե մաքուր իրավաբանություն եք անում, անցած նիստին քննարկում էր խափանման միջոցների հարցը։ Դուք հելակ բոլոր 18-ի վերաբերյալ ասի կխուսափեն, նոր հանցանկանեն, կխոչընդոտեն։ Օրինակ իմ վստահորդի մասով առաջինայցանի դատարան ամենասկզբից գրել է, որ չի կարա ինքը խուսափի, որտեղ ինքնակամ է ներկայացել։ Վերաքննիչ դատարանը երկու անգամ հաստատել է, որ չի կարա նոր հանցանք կատարի, ու մենակ մնացել է խոչընդոտելը։ Եթե դուք մաքուր իրավաբանություն եք անում, հիմա հելեք ասեք, թե այդ մարդիկ ինչ եղանակով կարան գործի քննությանը խոչընդոտել։ Այս արդեն որ երրորդ նիստն է, դուք հելում ասում եք, դուք սոփեստություն եք անում, մենք էլ ստեղ իրավաբաններ ենք, մխիթար գոշ է ստացել ենք, դա հաստատված է, որ մենք նորմալ բան հանգստացի։ Եմ ասում չապրին է հանգստացի։ Մաքուր իրավաբանություն եք անում, ոչ կարա խոչընդոտել։ Դա միած ոզինյութերից միած նյութ ասեք, ասեք, որ այս լայց հետևում է կարա անի։ Դատական ակտերով, դատական ակտերով հաստատել է, որ չի կարա որ հանցանք կատարի։ Վերաքննիչ բողոքի պատասխան բերել եք, վճռաբեկ բողոքի պատասխան բերել եք, նստեք։ Ունեմ հելնեք բար չկա Հայաստանում, բարը մաշալի մեջ չկա, երևի կանոնում ես հելնել բար ընդհանրապես չկա, նորից եմ կարկանում, վարդի մասնակիցներ կարգ ու կանոն պաշտպանեք, մեկը մյուսի նկատմամբ եղեք կոռեկտ և հանդուրժող և հարգալից։